Ես ինքս հարցում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին, կոնկրետ, պարոն վարչապետ։ Եվ ասել եմ, որ դուք հունվարի 8-ին Armenpress-ին տված հարցազրույցում ասել եք, մենք Ադրբեջանին կոնկրետ առաջարկ ենք արել, երազք սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ։ Գանգելան, Մեղրի, Օրդուբադ, Նախիջևան, երազք սադարակ երազք։ Եվ խնդրել եմ ներկայացնել թե այդ հարցումը, կոնկրետ առաջարկը եւ ավելին Ադրբեջանի պատասխանը, որ հասկանանք ինչ է առաջարկվում, Ադրբեջանն ինչա պատասխանը։ Ստացել եմ պատասխան արտգործնախարարի տեղակալից։ Ուղղակի այդ թղթերը ներկայացնի, ասում է Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել այդ ելույթը 20-րդ թե 28-րդ րոպեից։ Այսինքն ես ու ինչ, ինքը ինչ։ Ինձ հետաքրքիր է, կա մեխանիզմ, որ հետևում գա, չէ՞ մարդը կոնկրետ ձեզ 5 հատ հարց է տվել, 5-ի պատասխանները։ Կամ մեր Գրիգոյանին հարց ես տալի, ասում ես կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքից, երբ են ադրբեջանցիները տարած գրավել, եւ ամեն գյուղական համայնքից քանի քառակուսի կիլոմետր։ Ցանկ ուղարկում Ազատություն ռադիոկայանի մի հատ հոդված, ռեպորտաժ, մնացածն ասում եմ մեկնաբանություն չունեմ, ես մեկնաբանություն չեմ խնդրում։ Ես կոնկրետ ասել եմ, Ջերմուկում քանի քառակուսի կիլոմետր, Սև լճի շրջանում քանի քառակուսի կիլոմետր եւ եր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցերի համար։ Առաջի հարցի հետ կապված դուք էլ եք եղել պետական ապարատի մի մաս, աշխատել եք, նախարարի պաշտոն եք զբաղեցրել, մինչև այդ այլ պաշտոններ եք զբաղեցրել։ Երբ որ արվում են հայտարարություններ եւ երբ որ որոշվում են նոր առաջնահերթություններ, պետական ապարատը եւ բյուրոկրատիան այս մատի այսպեսով չի փոխվում եւ որոշակի գործընթացների ընթացքում քաղաքական ղեկավարության վարչապետի կողմից որոշված առաջնահերթությունները, նարատիվները, քաղաքականությունները արտացոլվում են նաեւ փաստաթղթերում եւ այն ինչ որ հայտարարվել է այստեղ, հնդածս այդ հայտարարություններին որոշված քաղաքականությունները եւ առաջնահերթությունները եւ բոլոր տեղերում է այդպես եւ նախկինում է եղել այդպես եւ առաջիկայում կլինի այդպես եւ դա Հայաստանում է այդպես եւ աշխարհի բոլոր երկրներում համապատասխան թղթերը, փաստաթղթերը համապատասխանեցնում են այդ քաղաքականություններին եւ ձեր մատնանշված փաստաթուղթը կամ փաստաթղթերը կամ հղումները իրենք նույնպես ժամանակի ընթացքում համապատասխանեցում են այն քաղաքականություններին, որը մատնանշում է երկրի ղեկավարը, կառավարությունը, օրենքներ են ընդունվում եւ այլն։ Մենք ունենք բազմաթիվ նախկինում ընդունված որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում նոր օրենքների ընդունմամբ, նոր քաղաքականությունների սահմանմամբ փոփոխությունների են ենթարկում։ Սա ինչ վերաբերում է առաջին հարցին։ Երկրորդ հարցին ես կարծում եմ ես ինքս այդ պատասխանը տեսել եմ, շատ հստակ ձևակերպել է վարչապետի մասնակցության արարողակարգային ծախսերի մասին եւ իր մասնակցության համար որոշակի միջավայր եւ պայմաններ ստեղծելու մասին են։ Ես հիմա բացվածքը ձեռքից տակ չունեմ եւ թիվը չեմ հիշում, թե դա ինչի մասին է, բայց անհրաժեշտության դեպքում մենք որևէ խնդիր չունենք դա տրամադրելու։ Երրորդ հարցը ինչն էր վերաբերում, որակի դեպքում ռեպլիկ եւ Չէ, ասեք։ Հա, երրորդ հարցը հետեւյալն է, որ այսքան գրություններ են գալիս կառավարությունում, պատասխանները Պարոն Խաչատրյան, մենք մաքսիմալ եւ ես աշխատում եմ նաեւ իմ հսկողության տակ պահել падգամավորներին եւ ազգային ժողով եկող պատասխանները, մենք մաքսիմալ փորձում ենք այն ինֆորմացիան տրամադրել, որը տվյալ պահին սեղանին է կամ օրակարգում է։ Ավել բան, եթե մենք ունենանք, մենք եղել է բազմաթիվ դեպքեր, երբ որ ասել ենք, օրինակ այս ինֆորմացիան, այս գրիֆի տակը խնդրում եմ եկեք ծանոթացեք, կամ այս ինֆորմացիան չունենք եւ այլ զարգացում չկա, բացառապես այդ հատվածն է եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակահատվածում
Նաև հղումները նորմալ է տալ, եթե այսուհետ դուք դա տեխնիկական խնդիր է առաջացնում եւ այսուհետ դուք կուզեք տեքստերը ստանալ, մենք սղագրած տեքստերը կփոխանցենք ձեզ անպայման։ Շնորհակալություն հարցերի համար։ Պարոն Հարությունյան, իհարկե բոլոր փաստաթղթերը փոփոխվում են, չեղարկվում են, նոր խմբագրություն է ընդունվում, եթե դա չլիներ, մինչև հիմա Մխիթար Գոշի դատաստանագրքով դա առաջնորդվում։ Ոնց որ մի մասը տենց էլ առաջնորդվում։ Շատ լավ։ Միգուցե խերն էլ դա է, բայց որոշ դրույթներ, որպես իրավաբան ասա, որոշ դրույթներ գրեթե նույնությամբ կրկնվում են։ Միգուցե հենց այդ կրկնվող դրույթները ամենալավն են, բայց հարցս հետևանն է, եթե այս թուղթը, լավ, ռազմավարությունը գործում է, որևէ մեկը չի կարող դրան հակասող պնդում անել կամ դրան դեմ գնալ։ Հիմա եթե կառավարության առաջնահերթությունները փոխվում են, ենթադրում եմ պետքա թուղթը փոխել, բայց մենք ստացել ենք մի բան, ձեր ուղարկածն է, որտեղ հղում կա այդ փաստաթղթին, եւ մենք լսում ենք ուրիշ բան, որ 180 աստիճանով հակառակ պնդում է արվում։ Երկրորդ խնդիրը, այո, շնորհակալություն երախտապարտ կլինեմ, եթե դուք նշեք, թե գրավոր չգրեմ, լավ, կարծեմ արդեն դա ձեր խոսքը բավական պետք է լինի գրավոր պատասխանը, որ ուղարկեք։ Այսինքն կոնկրետ արարողակարգային միջոցառումները որքան են կազմել։ Մյուս խնդիրը, ես ինչ եմ ասում, որ ասում եք այն ինչ որ ունենք։ Ես ասվել է Նիկոլ Փաշինյանի կողմից արվել է ավելի քան առաջարկ։ Ես ասում այդ առաջարկը ինչ որ մի ձևի Ադրբեջանին գնացել է, չէ։ Եթե շատ գաղտնիք է պատրաստ եմ գալ կառավարության շենքում դա այդ ծանոթանալ, ինչպես որ մի քանի փաստաթղթի ծանոթացել են։ Եվ ասեմ Ադրբեջանի արձագանք։ Հիմա եթե պատասխանը պետք է լինի Ադրբեջանն արձագանքել է, խնդրեմ եկեք ծանոթացեք, կամ Ադրբեջանը մեր առաջարկը թողել է անպատասխան։ Բայց ոչ թե ասել YouTube նայեք, կամ ձեր կողմից ասել մենք կուղարկենք սղագրությունը։ Կամ մյուս խնդիր, ասում եք այն ինչ որ մենք ունենք։ Ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի կառավարությունը չգիտի, թե ադրբեջանցիները ենթադրենք ջերմուկի տարածաշրջանում կոնկրետ երբ եւ կոնկրետ քանի քառակուսի կիլոմետր են զբաղեցրել, գրավել Հայաստանից։ Իմ հարցը դրան էր վերաբերում։ Եվ ասել մեկնաբանություն չունենք, ես կրկնում եմ, փոխ վարչապետը ոչ քաղաքական, ոչ էլ առավել եւս սպորտային մեկնաբան է։ Ես իրանից կոնկրետ ուզեցել եմ տեղ, ժամանակ, մակերես։ Եվ քանի որ գրագրությունը կամ գոնե որակը դուք պետք է հետևեք, ենթադրում եմ։ Պետք է ուղղակի ավելի խստացնեք այդ որակի վերահսկողությունը։ Կոնկրետ հարց են տալի կամ պետք է ասեն չունենք, կամ պետք է ասեն գաղտնիք է, չնայած գաղտնիքի ուրեմն այդ հասանելիություն ունեմ, եւ հնարավորություն ընձեռնեն գաղտնի փաստաթղթին նայելու համար։ Շնորհակալություն։ Ես իդեպ նշեցի, որ ազատության ռեպորտաժը որ ուղարկեցին, որտեղ համանքները կան, դրա հետ խնդիր չունեմ, ինչ տարբերություն։ Մի գործը երկու թող չանեմ։ Բայց այդ վերաբերմունքը մեկնաբանություն չունեմ, դե լավ է։ Պարոն Խաչատրյան, եղել են երբեմն պատասխանների նախագծեր, որոնք ես անձամբ հետ եմ ուղարկել լրամշակման, որովհետև եղել են կիսատ։ Եվ ամենայն հարգանքով, եւ մենք այս ինստիտուտին շատ հարգանքով ենք մոտենում, մենք տրամադրում ենք այն ինֆորմացիան, որը ունենք։ Կարող է ինչ որ միտեղ թերացում եղել է կամ չի եղել, այդ կպարզեմ բովանդակությունը ձեր նշած փաստաթղթի։ Գուցե դա եղել է, հիմա բովանդակության մեջ չմտնեմ, դա եղել է բանավոր քննարկում կամ բանավոր փոխանցում, կամ ես հիմա չեմ ուզում բովանդակության մեջ մտնեմ։ Ես կճշտեմ անպայման եւ ձեզ լրացուցիչ տեղեկ կպայեմ, արդյոք այդտեղ հավելյալ բաներ կան, թե չէ։ Շնորհակալություն։